Զրուցում ենք հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զորաբյանի հետ։ Տիկին Զորաբյանն այսօրվա կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարության անդամները համեմատելով նրանց ոչ պրոֆեսիոնալ վարորդների, սանտեխնիկների եւ այլ ոլորտի մասնագետների հետ ոչ պրոֆեսիոնալ կադրեր են եւ այդ ամենը գալիս է նրանից, որ Հանրապետությունում չունենք բարձր մակարդակի կամ բավարար մանկապարտեզներ, դպրոցներ, ուսումնական հաստատություններ։ Ինքնախոստովանական ցուցմունքների շարան էր այսօր տեղի ունենում կառավարության նիստի ժամանակ։ Կխնդրեի ձեր մեկնաբանությունն ու գնահատականը Փաշինյանի այսօրվա ելույթին։ Տեսեք, եթե ես Նիկոլ Փաշինյանին վստահեի եւ մտածեի, որ ինքը իր խոսքի տեր քաղաքական գործիչ է, ապա իր այս խոստովանական ցուցմունքից հետո ինքը պիտի հրաժարականի դիմում գրեր, որովհետեւ այս երկրի թիվ 1 ոչ կոմպետենտը, թիվ 1 ոչ պրոֆեսիոնալը, ոչ որպես պատերազմական իրադրության ժամանակ երկրի գլխավոր գերագույն հրամանատար, ինչը մենք տեսանք 44-օրյա պատերազմի ժամանակ, ոչ որպես կառավարության ղեկավար, այսինքն որպես կառավարության թիվ 1 մենեջեր, ինքը կներեք ես կոպիտ ձևակերպման համար պրոֆ նիգոդնի է։ Այն խայտարակ սոցիալական վիճակը, որ կա այսօր Հայաստանում, խայտարակ գնաճ, բոլոր վիճակագրական թվերով Հայաստանը համարվում է ոչ միայն ԱՊՀ, այլև տարածաշրջանի ամենաթանկ երկիրը ապրելու համար։ Գումարներ չկան բյուջեում թոշակ եւ նվազագույն աշխատավարձ բարձրացնելու համար։ Խայտարակ վիճակ է պետպատվերի հիվանդանոցային պետպատվերի համակարգում։ Պետպատվերը իրականում չի գործում։ Պետպատվերի անվան տակ ես ինչի եմ սա ասում, որտեղ վերջի ընթացքում անընդհատ բախվել եմ այդ խնդրին, մարդկանցից կատաստրոֆիկ գումարներ են վերցնում, հատկապես քաղցկեղով հիվանդներից։ Մեկ ծառայությունը 300, 400, 500 հազար մեկ քիմիա ստանալ, այսինքն բոլոր ոլորտներում պրավալ է։ Երկրի անվտանգային ոլորտում պրավալ է։ Ադրբեջանը Հայաստանը սարքել է տրապկա եւ ամեն օր ոտքերը մաքրում է Հայաստանի վրա, Հայաստանից ամեն օր պահանջելով նորանոր զիջումներ։ Այս ամենը Նիկոլ Փաշինյանի եւ իր գլխավորած ոչ պրոֆեսիոնալ, ոչ կոմպետենտ, ես այս պահին չեմ ուզում ավելի կոպիտ բառ օգտագործել, ասել դավաճան, որովհետև դրա իրավական գնահատականը գալու է ժամանակը եւ տալու է հայկական Նյուրնբերգը, դրա հետևանքն է։ Նայեք այս կառավարության կադրերին, նայեք ազգային ժողովում ԿՊ падգամավորներին, բացեք նրանց կենսագրությունը։ Մարդը նայում ես չունի կենսագրություն, երբևէ որևէ տեղ չի աշխատել եւ առաջի ու միակ տեղը, որ աշխատել է, ԱԺ падգամավոր կամ փոխնախարար է, կամ կարևորագույն ոլորտի համակարգող է, դա հնարավոր է, այդպես պատի տակից, պլինդուզի տակից դուրս գալ եւ միանգամից դառնալ падգամավոր կամ որևէ գերատեսչության ղեկավար։ Իհարկե հնարավոր չի։ Իսկ մնացած էս իրա լոլոները մի քանի միլիոն աշխատավարձ են ուզում եւ այլն, այս բնականաբար հերթական իրա արտարացումներն է, որ պրոֆեսիոնալ չենք, որովհետեւ գումար չունենք, որ պրոֆեսիոնալ մասնագետներ բերեն, դրա համար էլ ձեզ հարգելի քաղաքացիներ մատուցում ենք ոչ պրոֆեսիոնալ ծառայություններ։ Իսկ իրականում այո, դա ինքնախոստովանական ցուցմունք էր, բայց ինքնախոստովանական ցուցմունքներին սովորաբար հետևում է որևէ գործողություն, այսինքն ինքնախոստովանական ցուցմունք գապարտվում է կամ հերացվում է կոնկրետ տվյալ պաշտոնից, որը ինքը զբաղեցնում է։ Նիկոլ Փաշինյանի դեպքում բնականաբար ես մշտապես ասել եմ, իր կամքով երբևէ որևէ կում ինքը հրաժարական չի տալու։ Տիկին Զորաբյան ակնկալել կամ մտածել, որ այսօրվա կառավարության նիստում նման հայտարարություններ խոստովանական անելուց հետո իր ոչ պրոֆեսիոնալ թիմով ոտքը դրած գազին կարող է գնալ դեպի հայրենիքի հանձնման եւ վերջում կանգներ ասեր, դե կներեք մանկապարտեզ, դպրոց, բարձրագույն ուսումնական հաստատություններ թերի ավարտած իմ կադրերով չէինք կարող այդ ամենի տակից դուրս գալ։
միանշանակայով եւ այդ մասին ինքը մի քանի անգամ արդեն ազդարարել է, անոնսարել է, հիշում եք 1 տարի առաջ ազգային ժողովում բաց տեքստով ասեց, որ եթե կարողանանք մի քանի տարի գոյատևել, ապա Հայաստանի պետականությունը կփրկվի, այսինքն ազդարարեց, որ Հայաստանի լինելիությունը վտանգի տակ է, այս վերջերս կրկին անդրադառնալով Հայաստանի 3-րդ հանրապետությանը ըստ էության ազդարարեց Հայաստանի 3-րդ հանրապետության ավարտը, այսինքն ինքը անընդհատ օվերտոնի պատուհան բացելով հասարակությանը վարժեցնում է պետականության կորստի հետ։ Եվ հետո այո, գիտեք, քանի որ ինքը մանիպուլյացիայի գրոսմայստեր է, հա, Նոբելյան մրցանակակիր, շատ պարզ ձևակերպում կա, չկա պետություն, չկա իրենց պրավալային քաղաքական թիմի պատասխանատվությունը, բայց դա իրան այդպես միայն թվում է, որ ինքը խուսափելու է պատասխանատվությունից, որ ինքը խուսափելու է Արցախը հանձնելու պատասխանատվությունից, որ ինքը խուսափելու է Հայաստանի սուվերեն տարածքները Թուրքին հանձնելու եւ այդ տարածքների համար չպայքարելու պատասխանատվությունից, որ ինքը խուսափելու է այս կատաստրոֆիկ արտագաղթից, որը ըստ մասնագետների 90-ականների թվերից ավելի կատաստրոֆիկ է, որ ինքը խուսափելու է այս խայտարակ տնտեսական կոլապսից եւ չի պլստանու աշխարհում երբևէ որևէ մեկին չի հաջողվել չեղարկել բումերանգի էֆեկտը եւ Նիկոլ Փաշինյանը հաստատապես այդ բացառությունը չի լինելու։ Շնորհակալություն Տիկին Զորաբյան, հիշեցնեմ, որ զրուցում էինք հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զորաբյանի հետ։